կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ արձագանքել եք և եկել եք մեր ասուլիսին։ Բոլորին հայտնի է, որ այսօր համապետական ընտրություններ են խորհրդարանական և արդեն կեսը ըստ էության կեսից ավելին անցել է և մի քանի ժամից ընտրությունները կավարտվեն և արդեն կսկսվի հաշվարկը։ Ընդհանուր առմամբ մենք շատ լավ ենք գնահատում ընթացքը։ Արձանագրում ենք նաև, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ, գիտենք նաև նպատակները, բայց ակնհայտ է, որ բոլոր, չասեմ բոլոր, բայց ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չի և բոլոր են դեպքերում, երբ որ փաստերը կան, թե մենք, թե իրավապահները արձագանքում են դրան։ Մենք իրավական առումով մի քանի գործընթաց ենք սկսել, հիմնականում, ոչ թե հիմնականում, լռության օրվա և քարոզչության արգելքների խախտման հետ կապված գործերով, մնացածը արդեն պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին, սիրով ունենք մոտավորապես 40 րոպե, համեցեք։ Պարոն Հարությունյան, ընտրությունների նախօրյակին և նաև այսօր ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, շտաբերում խուզարկություններ են համատարած և դրանց զուգահեռ նաև ձերբակալություններ կան։ Ընդդիմադիրներն ասում են, որ դուք սրանով խափանում եք ընտրական գործընթացը և նաև ձեր վախերի արտահայտությունը։ Դուք արդյոք վերջին օրերին թողնելով այդ ձերբակալությունը, որովհետև նոր չէ, չէ՞, հաստատան, հենց երեկ չէ պարտական այդ հաստատան հիմքերը։ Ինչու է հենց ընտրությունների օրը և դրա մեկ օր առաջ, դրանից մեկ օր, երկու օր առաջ նման գործընթացներ սկսել։ Ես վստահ եմ, որ դուք շատ երկար ժամանակ լուսաբանում եք Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Եվ ընտրակեղծարարները այտենց մի հատ բնավորություն ունեն։ Նախապատրաստելու գործընթացները, իսկ կաշառքները բաժանելու վերջին օրերին և վերջին ժամերին։ Բայց ձեր պնդումը նրա մասին, որ մենք այդ ամենը և իրավապահները թողել են վերջի պահին, ճիշտ չէ, որովհետև դուք ուրեմն լսել եք տասնյակ ձայնագրություններ ձերբակալությունների, որոնք հանդիսացել են ձերբակալությունների և կալանքների հիմք։ Ես եթե չեմ սխալվում, մի քանի տասնյակ գործ կա հարուցված արդեն։ Երեկվա դրությամբ 200, գրեթե 200 ձերբակալված 200 ձերբակալված անձ կա։ Եվ ըստ էության բոլոր այս թվերը, եթե դնում ենք իրար կողք, դա վկայում է այն մասին, որ ձեր պնդումը, որ մենք թողել ենք այս ամենը վերջին պահին և իրավապահները վերջին պահին են գործում, իրականության չի համապատասխանում, և նման պնդումներ նաև անում են քաղաքական ընդդիմախոսները, որովհետև ակնհայտ է, որ և մթնոլորտը, և սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք ունենք և ունենք, վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ, և այսպես ասած հռետորաբանությունը, որ հատկապես կա վերջին օրերին, վկայում են մասին, որ իրենք իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել ամբողջ այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ։ Ես մի բան կարող եմ ավելացնել։ Մենք մի բան իսկապես փորձում ենք խաթարել, բայց դա ընտրական process-ը չէ։ Դա ընտրական շարքի միջոցով իշխանության զավթման փորձն է, որը բնականաբար խաթարում ենք, խաթարելու ենք և թույլ չենք տալու վերադարձ նախկին արատավոր բարքերին։ Եվ ծավալները ըստ էության մեծ է, որովհետև կարծես թե այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս process-ի մեջ, ավելի շատ փող ունեն և ավելի շատ փող են հատկացրել և ոչ միայն իրենք, այլ նաև որոշ այլ օտարածին ուժեր։